Հա, նորո ճիշտ ես գալի, հիմա որ թեքվեց ձախ շենքը կերևա, մտի բարձրացի 3-րդ հարկը։ Մագդա։ Էդ։ Բարև Էդո։ Շնորհավոր ծնունդդ։ Ապրես, արևս, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Դեռ լավ։ Դեռ։ Դու էլ ես տեղ աշխատում։ Դե հա, Արշակին դիզայներ էր պետք, գիտես, հին գործս չկարողացա տենց էլ վերականգնեմ, տենց որոշեցի համ կաշխատեմ, համ էլ իրան կօգնեմ։ Պարզա։ Ինձ էլ ասացին գամ ստեղ, իմ աշխատասենյակն է լինելու։ Կներես շեֆ ջան, որ առանց քեզ ասելու եկել ենք։ Ինչի՞ չես պատասխանում, Մագդա։ Դե հետո կպատասխանեմ, գործերս կվերջացնեմ նոր։ Կներես, որ անձնական հարց եմ տալիս, բայց եթե չհարցնեմ կմեռնեմ։ Ինչ ա եղել։ Երեք մի անգամից լարվում էիր Մագդա, որ զանգ էր գալիս, գնում թաքուն մի տեսակ խոսում էիր։ Մագդա կարող է ինչ-որ մեկը կա ու դու մեզ չես ասում։ Ինձ ճիշտն ասա, կլինի։ Դե ճիշտն ասած, հա։ Ուղղակի վստահ չէի, դրա համար չէի ուզում ասեի։ Այսինքն։ Ասա։ Այդ ասել եմ։ 2 րոպե սպասի։ Լավ։ Մագդա, նորոն է գալիս։ Բայց մենք իրար հետ դեռ կխոսենք։ Ես ուզում եմ հասկանամ ինչ է քո կյանքում կատարվում, ով է այդ մեկը, կամ ինչ է նշանակում վստահ չեմ դրա համար չեմ խոսում։ Անպայման պիտի խոսենք։ Նորոն ստեղ աշխատելու։ Հա, բայց չպիտի իմանա, որ այս օֆիսը ձերն է։ Իսկ ինչի պիտի չիմանա։ Լավ գիտես Մագդա ինչի։ Ես չեմ պատրաստվում այդ փաստը թաքցնել։ Մագդա նորոյին գործ է պետք։ Ալինային հազարումի տեղ պիտի այդտեղ են առնի, գոնե հիմա հանուն Ալինայի ձեր թեմաները մոռացի։ Դե հա ինքը երևի շատ պատվարժան տղա է։ Որ իմանա մեր օֆիսն է, հաստատ խնդիրներ կունենանք։ Ավելի ճիշտ ես չեմ ունենա, Արշակը ու դուք ունենաք։ Դրա համար ավելի լավ է հիմա իրան ասեք, թող որոշի ինչ է անում։ Դիտավորել ես անում Մագդա։ Ալինայի փաստը քեզ ոչ մի բան չի ասում, այնքան ես փոխվել, որ այդ երեխուն հաշվի չես առնում։ Էդո ես չեմ փոխվել, այլ ինձ եմ փոխել։ Չեղավ այստեղ են։ Ալո, Էդո ուր ես։ գալիս եմ նորը։ Հույս ունեմ իրար հասկացանք Մագդա, նորոյի մոտ ոչ մի խոսք։ Հանուն Ալինայի կլռեմ, բայց մենակ այդ երեխու համար, թե չենց ավելի լավ կլիներ, որ ինքը ստեղ չաշխատեր։ Դե իրականում ես վերջին ասացիցդ հետո հավատում եմ, որ զգալով ես խոսում, ոչ թե նեղվածությունից դրդված։ Իսկ այդ թեման փակ չի։ Մագդա նորոն է եկել։ Հա, արև։ Ինչ լավ է, իրան շատ էի կարոտել։ Արշակ, այնքան շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Ամեն ինչ այնքան իդեալական էր։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ չմերժեցիր ու համաձայնվեցիր հետս հանդիպել։ Հիշում ես ժամանակին թույլ չէր տալիս անգամ սուրճ քեզ համար պատրաստեի։ Դե այդ ժամանակներն արդեն անցան։ Իմ իջայլոց ինչ էլ որ արել եմ, քո համար եմ արել։ Որ հանկարծ մտքովդ չանցնի, որ արևի անվան տակ մի ամբողջ ընտանիք ես խնամելու։ Բայց ասեմ քեզ,
ինչ արեց, այդ քո դրած սուրճը արեց։ Ես հատուկ ոչինչ չեմ արել։ Հավատում եմ։ Հազիվ այ ախպեր։ Մեռա սպասելով։ Էլ ոնց կլինի 5 րոպե ավել է սպասը։ Ու չգիտես, որ ես սպասել չեմ սիրում։ Լավ, դու ինձ ուրիշ բան ասա։ Նորմալ տեղա, փող կա։ Ախպեր, հա, հանգիստ տեղի, ամեն ինչ կա։ Ուղղակի ինչ։ Ինչ է դու։ Նորո Մագդան էլ էստեղ աշխատում։ Բայց լուրջ եմ ասում, ես չեմ իմացել, ախպեր, ստեղ եմ հանդիպել։ Ես չեմ հասկանում։ Այդ աղջիկը մի օրի մեծ ռեմոնտ արեց, մտածում է, որ շինարար է, հա։ Արա դիզայներ է, չի խոսա իր մասնագիտությունից։ Չէ։ Կամ կարող է ասել է, ես չեմ հիշում։ Բայց իրան հաստատ իմ ներկայությունը հաճելի չի լինի։ Դե նենց չի էլի, որ ամեն օր հանդիպելու եք։ Գալու է նկարի, հանձնում ես գնա։ Ինչ կապ ունի է դու։ Անկախ մեր ցանկությունից կարող է հանդիպենք, չէ՞։ Ես չեմ ուզում, որ այդ աղջիկը իմ պատճառով նեղվի։ Բայց դու էլ գիտես, որ ինձ փող է պետք։ Ալինայիս հարցերը գնալով շատանում են։ Հա հիմա որ հանդիպեք չեք կարա նենց անեկռիվ չդառնա։ Ասենք դու իրան մի նկատի, ինքն էլ քեզ։ Այդ ֆիզիկապես։ Բա։ Չնայած դու ճիշտ ես ասում։ Ես դժվար իրան խանգարեմ։ Ոնց հասկանում եմ, Մագդան իր կյանքը լրիվ փոխել է։ Լավ, նոր արի գնանք ներս, արի գնանք գործին ծանոթացնեմ։ Անենց թեթևացած եմ ինձ զգում։ Հա, Դե հա, ամեն ինչից խոսացինք, ներսս մի տեսակ գնեց դատարկվեց։ Երանի քեզ։ Դե որ այդ զգացողությունն ունես։ Ինչի դու չես զգում։ Արշակ մենք ստերից խոսեցինք ու դու նկատեցիր, որ ես լարվեցի։ Հա, բայց դու ասացիր, որ ինձ չես խաբել։ Հա, ես քեզ չեմ խաբել։ Բայց մի շատ կարևոր բան կա, որի մասին ես քեզ չեմ ասել ու ես չգիտեմ ոնց եմ քեզ դրա մասին ասելու։ Չես վստահում։ Լանա, դու իմ ամբողջ կյանքը գիտես։ Ես քո առաջ բաց եմ եղել մինչև վերջ։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ դու էլ ինձ վստահես։ Արշակ, ես իմ կյանքի ամենավատ ու ամենացավոտ կետն է։ Ու ես չգիտեմ, որ սրա մասին քեզ հետ խոսեմ, դու ոնց կընդունես, ինչ արձագանք կտաս։ Ես պետքա տրամադրվեմ։ Լսի, ես արդեն սկսում եմ վախենալ։ Ինչ ասես մտքովս անցնում է։ Հավատա, ինչ էլ մտքովդ անցնի, անգամ մոտ չի կարող լինել նրան, ինչ որ ես ուզում եմ քեզ ասել, բայց չեմ կարողանում։ Արշակ, ես հիմա քեզ խոստովանում եմ, որ կարևոր բան ունեմ ասելու։ Ուզում եմ իմանաս, որ եթե դու սրա մասին հանկարծ իմանաս, անպայման հիշես, որ ես քեզ ասել եմ, որ բան ունեմ քեզ ասելու ու հիշես, որ ես քեզ չեմ ստել։ Ինձ ընդհանրապես սրա մասին խոսելու համար
համարձակություն է պետք։ Ես պետք է աշխարհի համարձակությունը հավաքեմ, որ կարողանամ քեզ սրա մասին պատմել։ Արշակ, խնդրում եմ, ինձ ժամանակ տուր։ Ժամանակ տուր, ես կտրամադրվեմ ու մենք կխոսենք։ Նորո, Ջոն, Արև ջան։ քեզ շատ էի կարոտել։ Ես էլ քեզ։ Լավ ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ եմ։ Մի քիչ առաջ տրամադրություն չունեի, բայց որ քեզ տեսա, արդեն լավ եմ։ Ես եմ քո տրամադրությունը բարձրացնում։ Հա, չես նկատել, դու հենց իմ կողքին ես լինում, անկախ ինձնից շփտում եմ։ Բա ընկերուհիս ոնց է։ Ալինայի մասին է խոսքը։ Հա, ես հիմա իրանից բացի ոչ մի մտերիմ ընկերուհի չունեմ, մենակ ինքն է։ Լավ է, ամեն ինչ լավ է։ Բայց Մագդա, ճիշտ ասած մի բան չհասկացա։ Ոնց է որ Արևը քո հետ է։ Լավ լուր կա։ Լաննան էր ձեր տանը չի աշխատում, հա։ Չէ, ուղղակի պապայի հետ տեղ էին գնացել, հոտանը մենակ չէի մնալու։ Արև, Լավ, երեխուն բա մի ասա։ Աղբորդ առաջ չի որ ճանաչում եմ։ իսկ դու հերիք չի մեր ընտանիքի գործերին խառնվես։ Կարծեմ դրա իրավունքը չունես։ Դե ապրեք էլի։ Երեխու մոտ ձեզ եք ցույց տալի։ Նորո տղեկը բացատրեցին ինչ պիտի անես։ Գործից գլուխ կանես։ Այդո դու ինձ լավ գիտես, ես ու առաջ չի որ այս գործով եմ զբաղվում, արդեն քանի տարի աշխատում եմ։ Մագդա գծագրերը քեզնից պիտի ստանանք։ Գիտեմ։ Ես իմ գործը ժամանակին անում եմ։ Դու ավելի լավ է մնացածի գործերին հետևես։ Այդո ես ճիշտ հասկացա, մենք երկու շեֆ ենք ունենալու, հա։ Չէ, Նորո, Մագդան ուղակի գործի մասին է ալանք ստանում, բայց հանգիստ տեղի ինքը էլ այս հարցերի մեջ չի խառնվի։ Էլի վիճում են։ Լանա, ես քո մասին պետք է ամեն ինչ իմանամ։ Ու դու դա լավ գիտես։ Նաև պատճառը գիտես։ Հա, գիտեմ, բայց ես հիմա պատրաստ չեմ խոսել։ Փաստորեն դեռ չես վստահում, հա։ Քո մեջ դեռ կասկածներ կան։ Արշակ, ստեղ հարցը կասկածները չի։ Ես եթե քեզ կասկածեի, առհասարակ դու իմ մասին ոչինչ չէիր իմանա։ Ես այն մարդկանցից չեմ, որ կասկածեմ, հետո ամբողջ կյանքս պատմեմ։ Ես կամ վստահում եմ, կամ չէ, դրա շատ նոքիչը չի լինում։ Ես ընդհանրապես քեզանից ժամանակ եմ խնդրում։ Լավ, Լանա։ Ես կսպասեմ ինչքան որ պետք է։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Հույս ունենամ, որ այդ ժամանակը երկար չի տևի։ Ու դու նես բան չես ասի, որ խանգարի մեզ։ Էդո կլինի չվիճեք։ Չենք վիճում, Արև ջան, ինչի պետքա վիճենք, ուղղակի խոսում էինք։ Շատ վախեցար, որ եկար Էդոյի մոտ։ Չէ, ուղղակի ես հենց նեղվում եմ Էդոյին եմ ասում։ Ես դեմ չեմ արևս։ Ես միշտ հետդ եմ։ Պապան էլ է ասում, որ ես քեզ իմ աղբոր պես համարեմ։ Ես նույնիսկ մեր դասարանում ասում եմ, որ դու իմ աղբերն ես։ Բա ես։ Իմ մասին մոռացել ես։ Չէ, ուղղակի Էդոն ավելի շուշուտ է գալիս մեր տուն։ Մենք այդքան էլ մոտ չենք։ Արև ջան, մի բան իմացի։ Կապ չունի ես երբ կգամ, երբ կգնամ։ Իմացի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում ես դու էլ իմ աղբերը լինես։
Դե լավ, հենց նեղվում քեզ էլ կասեմ։ Նորո գնանք։ Հա, գնանք արդեն ժամանակն է։ Կզանգեմ արև չեմ։ Լավ մնա Մագդա։ Չէ, պետք չի։ Դուք մնացեք, ես ու Արևը դուրս կգանք, համ էլ տարածքին կծանոթանանք։ Ես էլ ջուր կխմեմ։ Նորո ջան, ես ինչ էր։ Ես եկատեղա հալով հազիվ զսպեցի, որ չլացեմ, ախպեր։ Հենց չգիտեմ հետս ինչա կատարվում։ Ես սկսել եմ շատ սիրել Արևին։ Իմ մոտ նստապավորությունը ոնց որ ես եմ պահել մեծացրել։ Այն ինչ Ալինայի հանդեպ եմ զգում, նույն բանը իմ Արևի հանդեպ եմ զգում։ Բայց ես ներիվ ուրիշ բան էի մտածում, կյանքում չէի մտածի, որ կսիրեմ ես երեխուն, որտես կկապվեմ, բայց Այդ շատ լավ է, Նորո, շատ լավ է։ Բա պատկերացնում ես երեխեն, որ իմանա, որ իր մանկական երազանքը վաղուց կատարված է, որ համ աղբեր ունի, համ քույրեր ունի։ չէ, այդ մեկը հաստատ չէ։ Վաղ թե ուշ այդ լինելու է, Նորո։ Դու հիմա շանս ունես, որ իր առաջ մեղավոր չլինես։ Հիմա փոքր է, շատ բան չի հասկանում, բայց մեծանալու է ու ինքնուրույն հասկանալու է, իմանալու է։ Ու այդ ժամանակ Նորո քեզ է մեղադրելու, որովհետև չի հասկանալու ինքը ինչ մեծ մեղք է գործել, որ չես ընդունել, մոտ չես թողել ձեզ։ Ես չեմ ուզում իմ այդ մասին մտածեմ։ Ու շատ սխալ ես անում, Նորո։ Պիտի սկսես մտածել։ Ինձ որ լսես Արշակին կթողես, որ երեխուն ճշմարտությունը պատմի, որ դուք արդեն սկսեք իր հետ որպես փոքր քուրիկ շփվել։ Կողքից այնքան հեշտ է այս բաների մասին խոսելը։ Քեզ թվում է, ես չեմ ուզում հիմա Արևին կրկեմ ու տանեմ մեր տուն։ Չեմ ուզում, ոնց որ ամեն օր աշխատանքից հետո ինչ որ Ալինայի համար եմ առնում, ուրախանում նույն բանը Արևի համար անեմ։ Բայց ես պատրաստ չեմ այդ իրականությանը։ Ես չգիտեմ, որ երեխեն այդ ամեն ինչը իմանա։ Ավելի լավ կլինի, թե չէ։ Լավ, վերջացնենք։ Էլ ոչ մի բան չեմ ուզում ասեմ, բայց մտածի իմ ասածների մասին, Նորո։ Մագդայի մոտ էլ այդ Լանայից մի քիչ խոսա, տենում ես նեղվում է։ Էլիս։ Էլիս, Հա, տատ։ ուզում եմ խոսել հետդ։ Դու որ ինձ հասկանաս, Նորոյին բացատրելն ու ասելը հեշտ կլինի, բալես։ Տատի ջան, նախորոք ասեմ, եթե լի տղուտ մասին ես խոսալու, ես չեմ լսելու, ասեմ իմացի։ Այ աղջիկ ջան, Պարզա, ես գնամ գիրքս կարդամ։ Ես ոչ մի սխալ բան չասեցի, որ տենց աստվեց։ Հա լավ էլի, Նորո։ Քո մեղքի բաժինն էլ կա։ Դու մեկ-մեկ մոռանում ես, որ Արշակը Մագդայի աղբերն է։ Իսկ դու տեսար, որ ես ինչ որ ասում էի Արշակի հետ կապված այդ ամեն ինչը ճիշտ էր։ Ասում էի, որ այդ մարդու համար կարևորը պահիտակի էմոցիաներն է։ Այնքան որ կողքը մարդ լինի։ Ախպեր, կարանք այդ կնոջ թեման մենք փակենք, արդեն ազդում ավրես, Նորո։ Դու Արշակին ասել ես, զգուշացրել ես, մնացածը իրա գործն է։ Չէ, Էդո։ Ստեղ մեջտեղում արև կա։ Մի մոռացի։
Ու ես այդ Լիանայի հետ կապված փորձելու եմ ամեն ինչ ճշտեմ, որ հասկանամ ինքը ով է ու ինչ է ուզում։ Իսկ ինչ վերաբերվում է Մագդային, կտրուկ փոփոխություններ եմ զգում։ Կարող է ինչ-որ բան նպաստել այդ փոփոխությանը։ Հա՞։ Ախպեր դե հիմա աղջիկա ինքն էլ է դժվար հարմարվում է իրավիճակին։ Չի կարող հարմարվի, որ իրար հետ եք աշխատելու, ոչինչ, նորով կանցնի։ Չէ, դու իրան ասա, որ ես չեմ պատրաստվում իրան մոտենամ, կամ ինչ-որ բան քննարկեմ, թող հանգիստ գա ու գնա։ Հա, ոնց եմ հոգնե ես այս ամեն ինչից նորով, ոնց եմ հոգնե։ Որ մեղքիս համար եմ ես երկուսիդ էլ ճանաչում։ Դուք իրար հետ չեք խոսում, չեք հասկանում, չեք խոսում ձեր չհասկացվածի մասին։ Արանքում ես եմ դժում նորով։ Չկա տես բան այդու։ Ես 100 անգամ իր հետ խոսացել եմ։ Ամեն ինչ բացատրել եմ։ Ինքը շատ լավ գիտի, ինչի համար էս ամեն ինչը սենց եղավ։ Ուրեմն լավ չեք խոսացել, չեք հասկացել իրար։ Դու քոնն ասել ես, ստիպել ես որ լսի ու հավատա, ինքն էլ իրանն է ասել։ Այդքանն է եղել ձեր մեջ նորով։ Ես գալու եմ ու աշխատեմ։ Ճիշտ ես ասում։ Փոքր քաղաք է։ Եթե ստեղ չհանդիպենք, հաստատ դրսում ենք հանդիպելու կամ քո տանը, կամ խանութում։ Իսկ այս աշխատանքը ինձ շատ է պետք։ Ու հենց առաջինը քրոջս համար։ Բայց դու ամեն դեպքում իր հետ խոսա։ Ասա, որ ես իրան չեմ պատրաստվում մոտենամ կամ անհանգստացնեմ։ Թող հանգիստ լինի։ Գնացի։ Արևը մնաց, որ տարածքը ուսումնասիրի։ Մեծ լավ է, որ երեխեն դրսում է մնացել, որովհետև հազիվ էին զսպում։ Ինչ է եղել։ Ո՞վ է խելքդ կերե Մագդա, որ քեզ սենց է սպանում։ Ոչ մեկ։ Ես այդ տղայի մասին չեմ խոսում, որովհետև դրա ժամանակը չի։ Երբ որ ժամանակը կգա, կասեմ։ Այսինքն դուք հիմա իրար հետ շփվում եք, բայց ժամանակը չի, որ մենք իմանանք ինքը ով է։ Հայդո, որովհետև մենք ուղակի ընկերներ ենք։ Ես տեղյակ եմ իր զգացմունքների մասին, երբ որ իմ մեջ էլ ինչ-որ բան փոխվի, հաստատ կիմանաք, թե դու, թե Արշակը։ Ու քո համար մեկա, որ նորոն կարա այս ամեն ինչի մասին իմանա։ Մեկա Մագդա։ Ալո, Բաբկեն ջան։ Ման բարև, ոնց ես։ Բարև բալես։ Այսօր էիր, չէիր զանգում, գիտես ինչքան եմ զանգել, ինչքան եմ անհանգստացել, մտքովս ինչ ասես չի անցել, ցավդ տանեմ։ Մամ ճանապարհների վրա էի, կապ չեմ ունեցել։ Կարևորը դու լավ ես, ամեն ինչ նորմալ է քո մոտ, Բաբկեն ջան։ Հա, մամ ջան, ես արդեն Հայաստանում եմ։ Խնդրում եմ քեզ տրամադրի երեխեքին, որ կարողանամ տուն գալ։ Բաբկեն ջան, հենց հիմա արի։ Չէ, մամ, մինչև չբացատրես երեխեքին, ես այդ տուն չեմ մտնի։ Չեմ ուզում գամ ու կռիվ դառնա։ Մեծ մարդ են արդեն, առանց այդ էլ ինձ տեսնել չեն ուզում։ Բաբկեն ջան, ինձ բարդ բան ես խնդրում։ Գիտես ինչքան եմ ասել, համոզել, խնդրել, բացատրել, չեն լսում։ Մի ձև գտի, մամ, ես հիմա ընկերոջս տանն եմ, բայց երկար ստեղ մնալ չեմ կարող, պետքա տուն գամ, անհնար ստեղ երկար մնալս, Նորոն էլ, Էլիզն էլ, վստահ եմ, որ լսում եմ, ու դու կարող ես։ Բաբկեն ջան, գոնե արի դրսում մի տեղ տեսնեմ քեզ։ Դու լավ կանես ասածս անես, մամ, կզանգեմ, անջատում եմ հիմա։ Վերջապես տղուս տեսնելու եմ։ Հա ինձ մեկը։ Ես չեմ խառնվում, չէ, Հասմիկի ու Նորոյի հարաբերություններին։ Ու ինձ չասես, որ իրանց մեջ ոչինչ բան չկա, որ իրանք ուղակի ընկերներ են, որովհետև շատ հնարավոր է, որ հաշտվեն, հասկանան իրար։
փորձեն վերհիշեն իրենց կորցրածը։ Ու հիմա իմ կյանքում էլ է տենց մի պատմություն, բայց այդտեղ տարբերություն կա։ Ես այդ տղայի հետ անցյալ չունեմ։ Լսի այդ դմբո։ Սկում ես, որ երեխություն ես անում Մագդա։ Նորո ինձ հավասնելու համար կյանքդ ես փչացնում, քեզ թումա թողելու եմ, հա։ Ասա տենա մետով է։ Էդո կլինի վերջացնես։ Քո հետ եմ Մագդա։ Ով է։ Չեմ ասելու։ Այն ժամանակ կասեմ, երբ որ վստահ լինեմ։ Ախր հեչ քեզ նման չես է Մագդա։ Քեզ թվում է, որ չասած չեմ իմանալու։ Ալին, ինչ ես տխուր, ինչ ա եղել։ Տրամադրություն չունեմ ուղղակի ռոբ նորմալը։ Ալին, դու չես հասկանում, որ ինչ չես կարողանում խաբես։ Ես քո ամեն միմիկայից ու շարժումից հասկանում եմ դու ինչ տրամադրություն ունես։ Հիմա ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ռոբ, ասեցի բան չի եղել։ Ուղղակի հոգնել եմ ամեն օր բռերով դեղ խմելուց։ Հոգնել եմ ամեն օր հիվանդանոց գնալ գալուց, դու հասկանում ես։ Իսկ դու հասկանում ես, որ այդ դեղերը քեզ օգնում են։ Ինչ գիտես, Ռոբ։ Այդ դեղերը կարող ընդամենը մի կամ երկու ամսով երկարացնում են։ Շարունակես Ալին։ Մի անգամ էլ տենց հիմար բաներ լսեմ, էլ կյանքում հետդ չեմ խոսա։ Հասկացար։ Ռոբ։ Դե մեկ-մեկ նենց ես ազդում Ալին։ Ու հենց այդ ժամանակ նենց Ինչ։ Համ սիրուն անում ես, համ գեշանում ես։ Իսկ ինձ ինչի ա թվում, որ ուրիշ բան էիր ուզում ասեիր։ Իսկ ինձ ինչի ա թվում, որ դու ուրիշ բան էիր ուզում լսեիր։ Ինչ օպուշն ես, Ռոբ։ Տերիմ, խնդրում եմ քեզ խաղաղ պահի ես ընտանիքը։ Մի թող որ իմ գործած մեղքը քանդի ես մաքրությունը։ Խնդրում եմ պահիր նրանց միությունը, պահպանիր նրանց սերը, որովհետև նրանք մեղավոր չեն, որ ես ժամանակին չեմ գնահատել ամենաթանկը ու բաց եմ թողել։ Ես գիտեմ, որ իմ արածը ներում չունի, ու գիտեմ, որ եթե խոսեմ իմով լինելու մասին, այս տեսարանները կկորեն աչքիցս։ Ու գուցե նաև երբեք չկրկնվեն իմ աչքից հեռու։ Խնդրում եմ օգնիր ինձ։ Օգնիր հասկանալ ինչպես մոտենամ նրան ու չփչացնեմ կյանքը։ Ես չեմ կարողանա հավերժ լռել։ Խնդրում եմ ուշտոր ինձ, որ կարողանամ գոնե ճիշտ բառեր գտնել։ Եվջան Բալև, ոնց ես ախպերես։ Իմ մոտ էլ ամեն ինչ լավ, 1000 տարի չենք խոսացել։ Գիտես, 1000 տարվա դասարանցիս ես, ծանոթս ես, բայց կյանքում քեզ ոչ մի հարցով չեմ դիմել։ Ինչ կաներ, որ պապա շատ լուրջ տեղ է աշխատում, բայց հիմա խնդրանք ունեմ։ Քիչ ուրիշ բահա դրա համար եմ դիմել։ Մի հատ մարդ կա, իր մասին ինֆորմացիա պետք իմանալ։ Հա,
Հա, ես իմ շրջապատով ընկերներով փորձել եմ որոշ բաներ արդեն պարզել եմ, բայց ավելի լուրջ ինֆորմացիա է պետք, որ իմանամ ախպերս, կարող է կարողանաս օգնես։ Լավ գեվ ջան։ Կուղարկեմ։ Կապով։ Ուշ տուր ինձ Տեր, համբերություն ու ուշ տուր ինձ։ Հա, լավ, ուրեմն սպասի կգամ կքննարկենք։ Դες որտեղ եմ դրել այդ պատկերը։ Փողերն ուրա։ Արշակ, Մագդան ասեց կանչել ես։